Միայն ես չէ, դաշնակետիներ չգիտեմ բարգավաճին է բոլոր այլեժերի, որոնք ասես այսօր հրապարակում չէ, բայց ինչու հրապարակում չէ, ինչու չեք միանում հապիի, սա քիչ է, երբ որ սա այս հարցերը քիչ այն չի հնչում, ավելի դեմագոգիկ երբով ասում ինչու չեք միանում ժողովրդին, եւ այլն այսպիսի հարցեր տալիս։ Եվ իրենքեր ինչ-որ կարծեք անհարմար վիճակների մեջ ժպտում, կոմպլեքսավորում են եւ այլն, պետք չէ բացասական։ Նախ եւ առաջ, ես չէի ուզում ռաֆրամասն որևէ բացասական բան ասել։ Ոչ մի բացասական, հեգնական, գնահատական չկա։ Չի կարելի։ Երբ որ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի այսպիսի դիտողություններ անել։ Բայց, երբ որ ասած ինչու չեք միանում, նա, պաստել եք, ես ասացի, մենք միակ քաղաքական ուժն ենք, որ հստակ արտահայտել եք, որ հաղթողը ոչ թե սերսկացան այլրավին հիպուղովիսել։ Ասել, սա քաղաքական աղումով, ամենամեծագույն աջակցություններ, որ կարող է մի ինտիմանի կուսակցություն, որը ոչ այնքան նորմալ հարաբերություններ է ունեցել անգամ ժառանգության հետ, ասել։ Սա մեծագույն բան է։ Երկրորդը, մեր ակտիվիստների մեծագույն մասը միշտ եղել է հրապարակում։ Կոնգրեսի ակտիվիստների, եթե չչափազանցեն, հրապարակի կեսը միշտ եղել է կոնգրեսի աջակիցները, կոնգրեսի համակարգիչները։ Եվ երրորդը, ասեն ինչու դուք ղեկավարությունը չմիացավ, չեկավ արդար, այստեղ կդրեք։ Մի շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել, ես հարգարժան Սերժ Սարգսյանը։ Միանալ ինչ անենք։ Միանալի, որ գնալի հովա դաստարանի աղոթելի, Կներեք, ուզում եք հարացեք թե ճարատակ, իմացեք, որ հովայի հետ աղոթել է իմ մանության երազանքը չի եղել։ Հիմա մի քիչ ավելի դուրս։ Ավելի ուշ։ Մեկ անգամից թող բոլոր հարցնեն։ Մենք քաղաքական ուսակցություն ենք, քաղաքական ուժ ենք, եւ մենք միանում, աջակցում, սատարում ենք բացառապես քաղաքական պրոցեսների։ Կլինի քաղաքական պրոցես, մենք միշտ այնտեղ ենք։ Չի լինի, մենք այդտեղ չկանք։ Մենք հետևական շրջանի այս իրադարձություններով ունեցանք ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսից։ Ամեն ինչ։ Հիմա է ժառանգությանը մենք պատրաստ ենք համագործակցել։ Քաղաքական պրոցեսով ես հասկանում եմ հիմնական ընտրություններն են։ Իմացեք ուրիշ պրոցես չկա։ Ընտրություններ։ Խնդրեմ, եկեք միանանք։ Մենք նախապես ենք ասում, կարելի է միասնական ցուցակով գնալ։ Մենք հավանություններ չունենք քաղաքապետ ունենալու։ Թող առաջինի դեպքը լիներ կոմպոզիտներ, դաշնակցական լիներ, ժառանգական լիներ, բարգավաճ լիներ։ Մեզ համար ոչ մի հնարավորություն չունենք։ Պատրաստ ենք ամբողջ ուժերը ներդնել այդ գործում։ Չուզեցի, չարեցի։ Դաշնակցությունը առաջարկեցին ուրիշ ֆորմատ, երեքով փորձեցին առանց մեզ այդպես մի ընդհանուր լեզու գտնել, էլի չստացվեց։ Այստեղ ով է եղել, ես չգիտեմ։ Չեմ ուզում որևէ մեկին եղել, ուղղակի փաստ անցանալու չէ։ Դա է քաղաքական պրոցես է։ Նա ժամանակի անցել, դա չի եղել։
դեր հնարավորություն կա միասնական քաղաքական պրոցես տանելու, բայց լրջորեն առանց չգիտեմ ես դեմագոգիայի, առանց ինչ ասես կշտամբակների, կամ առանց ակտարկների, վերջ չարած բաների, վերջ չարած։ Հիմա կարելի է միասնական էլ չիշեն հնարական ստեղծել, չիշեն մեխանիզմ, որ կարողանան վերահսկել այս ընտրությունները, որ կարողանան համագործակցել ընտրություններից հետո։ Ընտրությունները մեզ համար կարելի են դրա մասին շատ խոսվեց։ Էլի չեմ ուզում լսարան չի որ բացատրել, ինչ է նշանակում ավական ընտրությունները կամ ինչ է նշանակում Երևան քաղաքը։ Մի բան եմ ասում, ես ավելի քաղաքական կողմին վրա եմ ուշադրություն։ Հասկացեք, այս իշխանությունը տոտալիտար իշխանություն։ Նա որևէ բակում թույլ չի տալիս։ Եթե ձեռքից կա մի գյուղապետի անգամ թույլ չի տա, որ ընտրվի ուրիշ կուսակցությունից, կամ իր բանկի կառք։ Ամբողջ համատարած նրա համար մի գյուղում պատվելը մեծագույն ճիշտ պարտություն է, այդպես են համարում ենք։ Հիմա կա շանս, կա հնարավորություն Երևանում իսկապես ջախջախիչ պատմության մատնելու Սերժ Սարգսյանին։ Իսկ սա եթե ասեմ մի այսպիսի ցավոտ պատմություն ռեժիմը գրել, իմացեք այդ ռեժիմը ապրել դատապարտված է կործանման։ Երբ ով երազում է նախագահ դառնալու ճանապարհը Երևանի ավագանում հաղթանակ տանելն է։ Դե տարեք է հաղթանակը։ Եվ քաղաքական ընտրությունների մասին խոսելիս էլի է շտացրել քարոզարշավը չանձնավորել։ Տարօրինակ ես համար անց նա համակարգի մի համակարգին է և տարօրը չլինի ով է նշանակի համակարգից կողմից տարօրից լավը չի լինելու։ Մենք պայքարում ենք ոչ թե անձերից են, այլ համակարգից են։ Խնդրում եմ սա է կարգել։ Շնորհակալություն։